այս իշխանությունների դիագնոզը շատ վաղուց ենք տվել եւ գրեթե ամեն օր արթնանում ենք մտածելով, որ այլևս էլ ինչ պիտի լինի, որ զարմանանք եւ ինչ չարաբաստիկ անակնկալներ են մեր սպասում, մանավանդ այն մղձավանջը, այն քաոսը, այն աղետը, որ սրանց հետագիծն է, բայց պարզվում է, որ այս չարի ուժը, սատանայի ուժը մի տեսակ կարծես թե անսպառ է, եւ ես երեք մենք բոլորս լսեցինք հերթական դավաճանական հայտարարությունները, եւ ես շարունակ մտքիս մեջ ունեմ, սա ավելի շատ դավաճանություն է, սա ուրացում է, թե տգիտություն, բայց բոլորը միասին։ Եվ այն մարդը, որ մեր զավակներին Արցախ էր տանում, այն մարդը, որ ասում էր բացեք ճակատամարտ եւ այլն, հանկարծ ասում է, որ Արցախը ով ասում էր նա եղել, ցույց տվեք, որ թե մի դպրոց կամ գործարան է կառուցել, ուղղակի լսում ես ու կազմաքանդվում ես։ Լսում ես եւ կազմաքանդվում ես, բայց մի վարքյանին մտածում ես, ասում ես, այս բարոյականության, այս սատանայականության, այս չարության մարդը իրավունք ունի այսել 8 տարի շարունակել լինել մեր հայրենիքի, մեր պետականության ղեկին։ Սա խայտառակությունը ասել է քիչ է, հիշում եք, որ մի ժամանակ ասում էր, ես չգիտեմ ուր է Հայաստանի կադաստրը, մենք ունենք թե չունենք։ Ինքը վաղը ինչու եմ ես թռիչք կատարում դեպի այդ կադաստրը, բացակա կադաստրի թուղթը, որովհետև դուք գավառի ժողովուրդ, մենք հիմա գալիս ենք Մարտունիով, գալիս ենք Վարդենիսով, Հայաստանի, այսինքն արևելյան սահմաններ, այդ մարդը նաև չունի մեր սահմանների տեղը չգիտի, կամ չի ուզում իմանալ, կամ իրեն հանձնարարված է չիմանալ, եւ ուզում եմ այդ անվտանգային մարտահրավերը մեկ անգամ եւս հնչեցնել հենց հատկապես այս Գեղարքունիքի տարածաշրջանում, որտեղ այս քաղաքական ուժը նպատակադրված է փակել 15 սահմանամերձ դպրոց։ Այսօր բնականաբար մեր բոլորի մտքերը մեկ ուղղություն ունեն, անվտանգությունը, բայց ես հատկապես ուզում եմ կանգ առնել հոգևոր անվտանգության, փափուկ անվտանգության վրա, եւ ինչպես շատ ճիշտ նկատեցին մեր մարտունեցիները այնտեղ հանդիպան ժամանակ, չի կարող երկիրը լինել ամուր, չի կարող երկիրը լինել պաշտպանված, չի կարող երկիրը լինել զարգացող, չի կարող երկիրը ունենալ ապագա, եթե չունի ազգային կազմաքանդելու ամեն ինչ։ Կազմաքանդված է ամեն ինչ, ինստիտուցիոնալ իմաստով իրավական համակարգ կլինի, չգիտեմ, օրենսդիրը, գործադիրը, իզուր չէ, որ միջազգային կազմակերպությունները Հայաստանը գտնահատում են որպես բռնատիրական համակարգ մեկ մարդու ձեռքում։ Բայց ես նորից անդրադառնամ հոգևոր Հայաստանին, հատկապես հոգևոր Հայաստանը մեզ համար, մեր ծրագրի համար լայն հասկացություն է, որտեղ կրթությունն է, մշակույթն է, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թրքաբարո, նույնիսկ թուրքերն ու թաթալ մողորները այդպես չեն վարվել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ինչ այս իշխանությունները, որպեսզի կանգնեցնենք նախ եւ առաջ եւ նաեւ հոգևոր արժեքային կազմաքանդումը։ Եվ բնականաբար նրանց թիրախում ընկերներս կխոսեն այլ ինստիտուցիոնալ կազմաքանդումների եւ այլնի մասին, նախ եւ առաջ վերականգնելն է մեր կրթական համակարգը։ Վերականգնել, որովհետեւ մենք պիտի ունենանք ազգային հենքով կրթական համակարգ եւ ինչպես իշխանն ասեց, մրցունակ նաեւ պետություն, ազգայինի վրա հենված, բայց նաեւ մրցունակ։ Ես չգիտեմ, դուք տեղյակ եք թե ոչ, այս իշխանությունները այո մոտ 219 դպրոց փակելու ծրագիր ունի, ուրեմն 15-ը, որոնցից հենց 15-ը Գեղարքունիքի դպրոցներն են, եւ հենց այդ 15-ը կազմում են ձեր այս մարզի դպրոցների 15%-ը եւ սահմանամերձ։ Սա նշանակում է թշնամու արժեվ բացել երկրի սահմանները։ Դուք շատ լավ յուղական համայնքների ժողովուրդ եք այստեղ, բնականաբար ես չէ, որ պիտի ձեզ բացատրեմ, թե ինչ է նշանակում համայնքների համար ունենալ դպրոց, որը այդ համար ամենակարևոր առանցքային դերակատարություն ունեցող ինստիտուտն է։ Մենք գալիս ենք կասեցնելու այս հոգևոր ուժի մեր դաշինքի մոտ, որ
հոգևոր Հայաստանը կրթության, գիտության, մշակույթի նկատմամբ վերաբերմունքը ամենահենարանային ուղղություններից մեկն է լինելու։ Մյուս ուղղությունը, ես չեմ ուզում այդ անունը տալ, բայց Ռոբերտ Քոչարյանը մեր այսպես հակառակորդի կողմից արտահայտված մի բան ասեց, թե ինչու հաղթեցինք, որովհետև հայրենասերներ էինք պատրաստում։ Այսօր, այո, ճիշտ դիտարկում արեց Ռոբերտ Քոչարյանը Մարտունիում, եթե Վարդենիսում, մեր դպրոցից ուղղակի տարել են, կտրել են, արմատախիլ են արել հայրենասիրությունը, պատմության դասագրքերից զեղչել են մեր ինքնությունը։ Մենք գալիս ենք ասելու ոչ այդ քաղաքականությանը, գալիս ենք վերականգնելու ազգային պետական ուղեգիծը։ Գիտեք, իմիջիայլոց երբ որ ասեց, որ Արցախը մերը չի եւ ինչ են կարել, ոչինչ չենք կարել, դա իր հերթական այսպես ձեռնոց նետելն էր նաեւ Սփյուռքին եւ այստեղ Հայաստան հիմնադրամը, որը հատկապես բեղուն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի տարիներին, միլիոնների բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել Արցախում, դրանք եղել են ինստիտուցիոնալ ներդրումներ, ճանապարհաշինություն, չգիտեմ, անվտանգային կառույցներ, կրթական մշակութային հաստատություններ, իդեպ Իշխանն շատ ճիշտ ասեց, նայեք մեր թիմին եւ տեսեք, որ այստեղ մարդիկ են, ովքեր կարող են Հայաստանի այս անկախության 35 տարիների ընթացքում ամենաշատ դպրոցաշինություն 147 դպրոց կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ուրեմն ղեկավարման ժամանակաշրջանում եւ ամենակարևորը, գիտեք, շատ են կրկնում եւ չենք դադարի կրկնելու, որ սա սովորական ընտրություն չի, իշխանության փոփոխություն չի։ Մենք ընտրում ենք հայրենիք, պետություն ունենալու եւ չունենալու ընտրության մեջ է։ Մեր քաղաքակրթական ինքնությունը պահելու եւ չպահելու մեջ է։ Մենք դառնում ենք Ադրբեջան, թե ունենում ենք ազգային պետական ուղեգիծ ունեցող պետություն։ Նայեք մեր թիմին, այստեղ Ռոբերտ Քոչարյանն է, երկու երկրներում Հայաստանում եւ Արցախի հանրապետություններում, ավելի ճիշտ ինձ խմբագրում եմ, Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում ահռելի դերակատարություն, ահռելի լայն իմաստով շինարարություն, հոգեվոր, մշակութային, տնտեսական, մարդկային, հումանիստական շինարարություն կատարած առաջնորդ հայ հեղափոխական դաշնակցություն ծառայությունն են մեր ազգային պետական շահերին եւ մեր հետ են նաեւ կուսակցությունը։ Մենք ունենք պատասխանատվություն, մենք ունենք եւ ճանաչում ենք մեր երկրի բոլոր մարտահրավերները, մենք այս երկրին բերել ենք իրական խաղաղություն, մենք պարտադրել ենք հաղթանակած պատերազմ, ունակ է։ Ուրեմն ամսի 7-ին մենք գնում ենք ընտրելու ոչ միայն մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը իբրև անհատի, այլև մեր քաղաքակրթական ճակատագիրը, լինել արժանապատիվ, չլինել նվաստացած եւ տերը լինել մեր ապագային։ Ուրեմն ամսի 7-ին ընտրում ենք համար 17-ին եւ մենք միասին կարող ենք